Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայան հանդիպում Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ շրջայց արդյունաբերական ցուցահանդեսում։ Ինչպես են Փաշինյանին ընդունել Եկատերինբուրգում, ինչպիսին է հայ-ռուսական պաշտոնյաների միմյանց նկատմամբ տրամադրվածությունը։ Ռուսաստանը շատ ավելի սառն ընդունելություն ցույց տվեց, դա ակնհայտ էր կադրերից։ Հայաստանի կառավարությունն ըստ վերլուծաբանների շարունակում է փորձել նստել երկու աթոռի վրա։ Օրեր առաջ հայտարարելով, որ ավելի է մոտենում Եվրամիությանը, Ռուսաստանում էլ թե իրենք շարունակելու են մնալ ԵԱՏՄ-ում։ Կփորձեն հնարավորինս երկար ձգձգել, քանի դեռ հնարավոր է եւ քաղաքականությունը։ Ըստ քաղաքագետների, Ռուսաստանն այդքան հեշտ չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Դրա համար Հյուսիսային հարևանը Հայաստանից որոշակի գին կպահանջի։ Չեմ էլ կարծում, թե Հայաստանի իշխանությունները վերջնականապես կկողմնորոշվեն։ Նրանք կփորձեն հնարավորինս երկար ձգել, այլ հարց է, որ Ռուսաստանը երևի այլևս չի ձգձգի։ Ես չեմ կարծում, թե հարաբերությունների մեղմացման մասին կարելի է խոսել։ Важно, чтобы правительство Армении... Միշուստինը Հայաստանի հետ բանակցություններում օգտագործեց ձևակերպումներ, ընդգծելով, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի նոր կառավարության հետ հարաբերությունների շարունակական զարգացում։ Այսինքն նոր կառավարություն եք, նոր ձևավորում եք վստահության նոր չափաբաժին ունեք, դե բարի եղեք, վերջապես կողմնորոշվեք։ Կուլիսներում Փաշինյան ու Միշուստին հանդիպումից հետո սպասել նոր սպառնալիքների, ճնշումների կամ սանկցիաների կիրառում Հայաստանի հանդեպ։ Վերլուծաբանների դիտարկմամբ, եթե Ռուսաստանն մտադիր լինի հերթական պատժամիջոցները կիրառել, դրանք կլինեն էներգակիրների վրա՝ բենզին, դիզվառելիք, հետո նաև գազ։ Այսինքն արդեն Հայաստանի ներմուծումը կդժվարացնի Ռուսաստան։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարն է Մարթա Կոսը։ Սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ, տեղեկացնելով, թե հայկական ծիրանից ջեմ է պատրաստել, որն ըստ նրան խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրամիությունը օգնեց Հայաստանին բացելով իր շուկան այդ արտադրատեսակներից շատերի համար։ Երբ Հայաստանում էի, Բրյուսել վերադարձած Իրանով լի հսկայական զամբյուղով, դրանցից շատերը նվիրեցի ընկերներից, մնացածից ջեմ պատրաստեցի։ Ընկերներիցս մեկը նայեց ջեմին եւ ասաց՝ ազատության տարաներ։ Կարծեցի դա շատ գեղեցիկ ձևակերպում էր։ Երբ գնաք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա փոքր, բայց կարևոր քայլ անելու հնարավորություն է, որը կարող է օգնել հայ ֆերմերներին եւ աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը։ Գիտեք, դրանք իհարկե սուտ քարոզչական ակցիաներ են, երբ որ մենք խոսում ենք արտահանման մասին, օրինակ ծիրան, անցած տարի Հայաստանից Գերմանիա արտահանվել է 2.5 կիլոգրամ ծիրան։ Այսինքն մի փոքրակ ծիրան։ Այդպիսին հենց ավալները։ Բայց բնականաբար նրանք կփորձեն ցույց տալ, թե աջակցում են, թե Հայաստանի կողքին են, հնարավոր է անգամ ինչ-որ քայլեր անեն, հնարավոր է տեսանելի ապագայում իսկապես Եվրամիությունը կարողանա փոխարինել ռուսական շուկան, բայց դա երկարաժամկետ ծրագիր է բազմաթիվ բարդություններով։ Եվրամիության հետ հարաբերությունների լավացման մերձեցման ֆոնին ըստ քաղաքագետների Փաշինյանի այցը Ռուսաստան ազդակեր նաև, որ Հայաստանը չի հրաժարվում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից։ Նույնիսկ եթե անվտանգության եւ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան լուրջ տարաձայնություններ։ Ուշադրության է արժանի նաև այն, ինչ տեղի չունեցավ։ Չհայտարարվեցին նոր ռազմավարական կամ ռազմական պայմանավորվածություններ, չհնչեցին կտրուկ քաղաքական հայտարարություններ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Սա ըստ վերլուծաբանների կարող է վկայել, որ կողմերը նախընտրել են կենտրոնանալ գործնական, հատկապես տնտեսական գործակցության վրա, այլ ոչ թե հրապարակային քաղաքական քննարկումների։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։